Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների պատվիրակություններն այսօր կրկին աշխատել են նույն ձևաչափով, ինչ բանակցությունների առաջին օրը։ Խորհրդակցություններն անցկացվել են եռակողմ եւ փակ ռեժիմով։ Օրվա ընթացքում կողմերը նաեւ առանձին խմբերով են շփվել, օրվա վերջում նորից հանդիպելու եւ դիրքորոշումները համապատասխանեցնելու համար։ Բանակցությունների երկրորդ փուլի երկրորդ օրը պատվիրակները ռազմական հարցեր կքննարկեն։ Այս մասին հայտարարել էր Ուկրաինայի արտգործնախարարության ներկայացուցիչ Գեորգի Տիխիը։ Ուկրաինան ցանկանում է լսել ռուսական պատվիրակության կարծիքը նախորդ բանակցությունների ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ։ Կիևն ուզում է հասկանալ, թե ինչի են իրականում պատրաստ Մոսկվան եւ Վաշինգտոնը։ Ռուսաստանն ուզում է, որ բոլոր երկրները ճանաչեն Դոնբասը որպես Ռուսաստանի դաշնության մաս եւ որ դա ամրագրվի խաղաղության համաձայնագրում։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ի աղբյուրը։ Ռուսական ակնկալիքների մասին Աբու Դաբիից Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևն է խոսել։ Նրա խոսքով, չնայած եվրոպական խոչընդոտներին, առաջընթաց կա։ Եվրոպայից, Մեծ Բրիտանիայից պատերազմ հրահրողները անընդհատ փորձում են խոչընդոտել այս գործընթացը։ Անընդհատ փորձում են միջամտել դրան։ Եվ որքան շատ նման փորձեր են լինում, այնքան ավելի ենք տեսնում, որ անկասկած առաջընթաց կա եւ լավ դրական առաջընթաց։ Պատերազմը դադարեցնելու շուրջ ամերիկյան միջնորդությամբ Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների ֆոնին Ուկրաինային աջակցելու նոր խոստումներով Կիև են շտապում եվրոպացի գործընկերները։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի այցից հետո այսօր Կիև է ժամանել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Bonjour Volodymyr Zelensky. Զելենսկին հարցազրույց է տվել Ֆրանս 2 հեռուստաընկերությանը եւ հայտարարել, որ Ռուսաստանի հետ պատերազմի հետևանքով զոհվել է 55,000 ուկրաինացի զինվոր։ Նա նաեւ ասել է, որ պաշտոնապես անհետ կորած են համարվում մեծ թվով մարդիկ։ Թիվը չի հստակեցրել։ President Zelensky welcomed back. Անցած տարվա փետրվարին ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Զելենսկին ասել էր, որ պատերազմում զոհվել է ավելի քան 46,000 ուկրաինացի զինծառայող։ Անկախ հետազոտական կազմակերպությունների գնահատմամբ Ուկրաինայում ընդհանուր ռազմական կորուստները կարող են կազմել 500,000-ից 600,000 մարդ։ Զովինար Բարխուդարյան, Անիղ Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։